Ողջույն բարեկամներ, ձեզ հետ կրկին My Culinary Versions խոհարարական ալիքն է և այսօր մենք պատրաստելու ենք մեղրով տորթի մեկ այլ տարբերակ գրտնակելու ենք և կարևորը ավելի ցածր կալորիականությամբ մեղրով տորթ ենք պատրաստելու։ Ցածր կալորիականության գաղտնիքը բաղադրիչների մեջ է, թվարկենք բաղադրիչները, հետո համեմատենք։ Ուրեմն խմորի համար մեզ անհրաժեշտ է 2 ճաշի գթալ մեղր, 1,5 թեյի գթալ սոդա, 120 գրամ կարագ, 120 գրամ շաքարավազ, 2 ձու, վանիլին, մոտավորապես 400 գրամ ալյուր։ Կրեմի համար թթվասեր 400 գրամ 25%-անոց, 3-4 գթալ խտացրած կաթ, կամ կարող ենք օգտագործել կաթի փոխարեն, խտացած կաթի փոխարեն շաքարի փոշի և վանիլին։ Հիմա համեմատենք և կալորիականությունը հաշվենք։ Եթե նախորդ անգամ և թվարկել եմ բաղադրիչները, այնտեղ թվերը այսպիսին էին. 3 ճաշի գթալ մեղր, 150 գրամ կարագ, այստեղ 120, այնտեղ 150, շաքարավազը 150 գրամ էր, ձուն 5 հատ էր, ալյուրը 400, թթվասերի փոխարեն ունենք 400 գրամ կարագ, հիմա համեմատենք 25%-անոց 400 գրամ թթվասեր և 400 գրամ կարագ, տարբերությունը տեսեք ինչքան շատ է։ Խտացրած կաթը ունեինք 400 գրամ և այստեղ ունենք 3-4 ճաշի գթալ խտացրած կաթ, հիմա համեմատեք դուք ինքներդ։ Տեսեք ինչքան է շատ տարբերությունը։ Հիմա անցնենք պատրաստման եղանակին։ Կաթսան դնում ենք կրակին, մեջը լցնում ենք մեղրը, կարագը և անընդհատ խառնում ենք մինչև հալչի, ավելացնում ենք սոդան, կրկին շարունակում ենք անընդհատ խառնել։ Ինչքան շատ թողնենք կրակի վրա, գույնը այնքան շատ կմքանա, դա նշանակում է, որ մեր խմորեղենի գույնը նույնպես մուգ կլինի։ Եթե ուզում եք մեր խմորը մուգ լինի, ավելի երկար պետք է թողնենք կրակի վրա և անընդհատ խառնենք։ Տեսքից փրփրած վիճակի է նման, բայց կրակը անջատելուց հետո դառնում է հեղուկանման զանգված։ Մեկ այլ թասի մեջ առանձին թասի մեջ ուրեմն ձվերին ավելացնում ենք շաքարավազ և սկսում ենք հարել միքսերով այնքան, մինչև լավ փրփրի և բարձրանա, ավելացնում ենք վանիլինը։ Ստացված զանգվածը լցնում ենք նախորդ զանգվածի վրա, այսինքն մեղրի կարագի զանգվածի վրա և կրկին խառնում ենք, այնուհետև քիչ-քիչ ավելացնում ենք մաղած ալյուրը և լավ խառնում։ Թողնում ենք 20 րոպե հանգստանա, ստանում ենք փափուկ, ձեռքերին չկպչող խմոր, որից հետո հավասար գնդերի ենք բաժանում խմորը։ Իմ մոտ ստացվել է 4 գունդ, որպեսզի գնդերը հեշտությամբ գրտնակվեն, յուղաթուղթը ձեթոտում ենք, չնայած յուղաթուղթ է, նորից ձեթոտում ենք անպայման, գրտնակը նույնպես ձեթոտում ենք և բացում ենք գնդերը։ Ինչու եմ այսպես շեշտում, որովհետև առանց ձեթի շատ դժվար կլինի գրտնակով բացելը։ Հնարավոր է ալյուր օտեք, այնուհետև այս դեպքում ալյուրն է շատանում, դրա կարիքը չկա, ուղղակի ձեթոտում եք և թուղթը և խմորը գրտնակը և հեշտությամբ բացվում է, բարակ շերտեր պետք է լինեն։ Ուրեմն գրտնակած խմորը յուղաթղթով տեղափոխում ենք գազօջախի թիթեղի վրա, թխում ենք նախորդ տաքացրած ջեռոցում մոտավորապես 5-6 րոպե 170 աստիճան Ցելսիուսում։ Հիմա անցնենք խտացրած կաթին։ Խտացրած կաթը, որպեսզի շատ ստամոքսը չծանրացնի, շատ կարագ չօգտագործենք, ուրեմն կօգտագործենք թթվասեր, 20-25%-անոց թթվասերը, օգտագործել եմ ես 25%-անոց, շատ լավ է ստացվում, կարող եք խառնել 3-4 ճաշի գթալ խտացրած կաթի հետ ձեռքով, ձեռքի հարիճով խառնում ենք և քսում ենք շերտերին, իսկ վերին շերտը ծածկում ենք փշրանքներով, եզրերը, երեսը փշրանքներով և տեղափոխում ենք սառնարան 1 ժամ կամ ավելի, այնուհետև մեր խմորեղենը, մեր տորթը արդեն պատրաստ է։ Այսօրվա համար այսքանը, կհանդիպենք, ցտեսություն։